Բարի երեկո, հարգելի գործընկերներ, տեղի ունեցավ կուսակցության գործադիր մարմնի նիստը, նիստի ընթացքում հիմնականում քննարկել ենք ներքաղաքական, ներկուսակցական խնդիրներ, ինչպես նաև կուսակցության ղեկավարը ներկայացնել է իր այցի արդյունքները Արցախի Հանրապետություն։ Եթե կունենաք հարցեր, սիրով կպատասխանեմ։ Ես կարծում եմ, որ դուք էլ հետևել եք զորավարժություններին եւ տեղյակ եք որպես լրագրող, որ այս զորավարժությունները աննախադեպ էին, որ այս զորավարժություններում շատ լուրջ քանակությամբ եւ որակի տեխնիկա էր ներգրավված, ինչպես նաեւ շատ լուրջ քանակությամբ զինվորականներ, զինվորներ եւ այս զորավարժությունների արդյունքում եւս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանի եւ Արցախի զինված ուժերը կարող են լավագույնս իրականացնել իրենց վերադրված պարտավորությունները։ Ինչ բնականաբար ցավալի դեպքի հետ կապված մենք մեր կարծիքը ասել ենք եւ մեր կարծիքը մնում է ուժի մեջ, Ադրբեջանը իրականացնում է անթույլատրելի քաղաքականություն, անթույլատրելի 21-րդ դարի ցանկացած պետության համար եւ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի դիվանագիտական խողովակներով հասնենք պարզաբանման եւ միևնույն ժամանակ ամբողջ պատասխանատվությունը ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա։ Ես երկու ասում առաջինը հայտնի է, որ ադրբեջանական կողմից արգելել է Անդրեյ Կասպեշիկին այցելել Բերքին։ Այո։ Եվ ստացվում է այնպես, որ կարծես թե դիվանագիտական Հայաստանի ջանքերը դիվանագիտական ճանապարհով հարցություն տալու, կարծես թե գոնե այս մայրի հաջողություն չեն։ Հայաստանի իշխանությունները ինչ են պատրաստվում անել, սպասել թե միության նախաձեռնություն։ Հայաստանի իշխանությունները այսօր էլ պաշտպանության նախարարն է խոսել, երեկ ես եմ խոսել, արտգործնախարարության խոսնակն է խոսել, մեր կարծիքը հետևյալն է. մենք ամեն ջանք պետք է անենք, որպեսզի խնդիրը լուծվի դիվանագիտական ճանապարհով։ Իսկ այլ ճանապարհի լուծման համար ես այն պաշտոնյան չեմ, որի մասին խոսեմ։ Մենք գտնում ենք, որ անթույլատրելի Ադրբեջանի նման պահվածքը եւ դուք էլ տեսաք, որ բազմաթիվ միջազգային կառույցներ, համանախագահներ, տարբեր կազմակերպություններ հստակ գնահատական հնչեցրեցին բացասական այս իրավիճակի հետ կապված, մեկ անգամ նշել եմ եւս մեկ անգամ կրկնվեմ։ Անզեն ուղաթիռին հետևից խոցելը դա միայն վախկոտների վարքագիծն է, դա միայն բարբարոսների վարքագիծն է։ Եվ այստեղ մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կշարունակի այն պրեսինգը, որը իրականացվում է այս մի քանի օրվա ընթացքում եւ մենք կարծում ենք, որ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հասնենք հաջողության այս հարցում։ Ավելացնելու բան չունեմ։ Մի հարցը բարձրացնում։ Ոչ իշխանական երրորդը մերժեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկը թիմ ձևավորել եւ այդ 12 կետերին անդրադառնալ։ Որն է ձեր արձագանքը, ինչ կարող եք։ Ով մերժեց ոչ իշխանականից, ՀԱԿ-ը չմասնակցեց, բայց եկե Ռուբիկ Հակոբյանն է մերժել։ Կոնկրետ Բարգավաճ Հայաստանից դուք լսել եք, որ մերժել են։ Ով է ընդհանուր հայտարարել։ Ես չեմ կարծում, որ Լևոն Զուրաբյանը, մենք ոչ Լևոն Զուրաբյանին ենք դիմել, ոչ էլ դիմել ենք Ռուբիկ Հակոբյանին։ Ես չեմ կարծում, որ Լևոն Զուրաբյանը կամ Ռուբիկ Հակոբյանը Բարգավաճ Հայաստան կուսակցության կարծիք արտահայտող ներկայացուցիչներ են։ Դե ես պատասխանեցի։ Դուք ակնկալում եք, որ Բարգավաճ Հայաստանը պատասխանի Իրանից վարչապետի առաջարկին։ Մենք ակնկալում ենք, որ նաև Բարգավաճ Հայաստանը պատասխանի, քանի որ այդ հանդիպումից հետո Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչը չի հստակ կարծիք չի արտահայտել, ավելին, ինչպես դուք նշեցիք, Լևոն Զուրաբյանն ու Ռուբիկ Հակոբյանն են կարծիք արտահայտել, մենք ոչ Լևոն Զուրաբյանին ենք անձնապես դիմել, ոչ էլ Ռուբիկ Հակոբյանին։ Եվ չեմ կարծում, որ Ռուբիկ Հակոբյանը կամ Լևոն Զուրաբյանը այն քաղաքական գործիչներն են, ովքեր որ այլ կուսակցության փոխարեն լիազորված են պաշտոնական հայտարարություն անելու։ Մեկ անգամ ասել եմ, եւս մեկ անգամ կրկնվեմ։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունից դուք տեղյակ եք, թե հանրապետական կուսակցությունը ում կարծիքն է ընդունում որպես պաշտոնական կարծիք։ Դա կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Դուք ասացիք, ես չասացի։ Այդպես է։ Դուք ասացիք, ես չասացի։